քեզանից Տեր, գոհանում եմ քեզանից Տեր, դու ես մեր Տերը, մեր Աստվածը Տեր, քո փառքիդ համար զորացրա Տեր, Տեր դու սուրբ ես, դու զորավոր ես, դու Տերերի Տեր ես Տեր, օրհնիր մեր այսօրվա հավաքույթը Տեր, հավաքվել ենք քո անունից Տեր, օրհնիր այսօրվա խոսքը Տեր իմ Աստված, որ բացվենք, որ քեզ համար ժամանակ ունենանք Տեր իմ Աստված, որ քեզ համար մեր սիրտը բացվի Տեր, որ ականջ ունենանք, լսելով լսենք Տեր, շարժիր Սուրբ Հոգի Աստված, փոխիր մեր սիրտը Տեր, եւ քո խոսքով կերակրիր, եւ ողջ փառքը տալիս ենք քեզ, փառք քեզ, ամեն։ Փառք Աստծուն, օգտված ենք փառաբանությունով, Աստված ձեզ շատ օրհնի, կարող եք նստել եւ ձեր կողքին ողջունել, մի օրհնանքի խոսք ասել։ Եվ նույնպես ողջունում ենք մեզ համացանցով մեզ հետևողներին, Աստված ձեզ շատ օրհնի։ Փառք Աստծուն, փառք մեր Տիրոջը, գիտես, մինչ կանցնեմ այսօրվա խոսքին, այսօրվա մեր ուղերձին, կուզեմ, որ մի փոքր նախաբան ունեմ, խոսեմ ձեզ հետ։ Երբեմն իմ մոտ լինում է, որ ես տեսնում եմ, որ ինչ-որ թեմաներ կան, որ ես արդեն իսկ խոսել եմ։ Ինչ-որ բաներ կան, որ ես ինքս ձեզ հետ արդեն կիսվել եմ դրա մասին, բայց Աստվածաշունչը խոսում ասում է, որ մեզ դժվար չի կրկնել, բայց ձեզ համար ինչ է։ Մեկ հոգի կուզեմ, որ հուշի ինձ, ինչ է ձեզ համար, մեզ համար կրկնություն չէ, բայց ձեր համար դա ապահովություն։ Այսինքն, երբ որ մի բան կամ մի թեմայից, երբ որ այստեղից ձեզ հետ խոսեմ, դա ձեր համար, եթե մի բան կրկնեմ, ձեզ համար կլինի ապահովություն։ Սա շատ կարևոր է։ Ասեմ, որ Աստվածաշնչի խոսքը չի հնանում, Աստվածաշնչի խոսքը միշտ նոր է, Աստվածաշնչի խոսքը միշտ թարմ է, եւ մենք պետք է կերակրվենք Աստծո խոսքով։ Փառք Աստծուն։ Այսօրվա իմ խոսքս, այսպես եմ ես վերնագրել, այսօրվա իմ ուղերձս ժամանակը իմ ձեռքերում։ Ժամանակը իմ ձեռքերում, ինչի համար իմ ձեռքերում, որովհետեւ շատ մարդիկ գիտեն, թե ժամանակը գալիս է, ասում են, ինչ որ Աստծո կամքն է, թող այդպես էլ եղնի, ամեն թող Տիրոջ կամք եղնի, բայց գիտես, շատ ժամանակ մարդիկ այսպես մի բան էլ ավելացնում են, ասում են, ինչ գալու է, թող գա գլխներիս։ Գիտես, մենք պետք է մեր ժամանակը ճիշտ ապրենք, մենք պետք է մեր ժամանակը մեր ձեռքերում է, մենք պետք է ճիշտ վարվենք այդ ժամանակի հետ եւ այդ բախտա գուշակները եւ այդ բախտը եւ ինքը մի փոքր արդեն տեղի քեզ տալ այդ գուշակներին, այդ բախտ բառը մեր միջից հանած է, մենք ենք չէ, մեր ժամանակի տերը, նա մեր ձեռքերի մեջ է։ Ինչ է ժամանակը։ Ժամանակը մեկ վայրկյան է, որ գալիս է ու նրան չես կարող, անցնում է եւ դառնում է անցյալ։ Ժամանակը, բայց մարդիկ կան, որ ապրում են այդ անցյալի սպասելով, բայց դա էլ նորմալ չի։ Այ որ այսին ժամանակ կա, ես էսպես կանեմ, ես ինձ թույլ կտամ, ես այս բանը ինձ կառնեմ, ես այս բանը ինձ կլինի այն ժամանակի մեջ, բայց այս ժամանակն անցնում է։ Ժամանակն անցնում է եւ նորից եմ ասում, ժամանակը մեկ վայրկյան է, որ գալիս է եւ անցնում է եւ դառնում է դա անցյալ։ Համաձայն եք ինձ հետ։ Այսինքն ժամանակը շատ թանկ բան է, որ մենք չենք կարող վերադարձնենք։ Այն ժամանակ լավ էր։ Մենք միշտ հիշում ենք սրա մասին։ Ժամանակ, այն ժամանակ, որ անցել է, որը որ դու չես օգտագործել ճիշտ ինչպես որ քեզ պետք է։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ այսօր է ժամանակը եւ փրկության, եւ հաղթելու, եւ քայլելու, եւ ուրախանալու, չէ՞։ Ամեն բանի ժամանակ կա, չէ՞, ինչպես Աստվածաշունչը խոսում է մեզ հետ։ Փառք Աստծուն։ Ես այսպես գիտեք, ունեմ այսպես վերում եմ ինչ-որ օրինակներ, մի քիչ կոպիտ են, բայց ինչևից է, մեկ-մեկ ինչ դատում եմ, նմանեցնում եմ ժամանակը մի գնդակի, որ ձեռքերիս մեջ է։ Ինչի համար, որովհետև տեսեք, որ գնդակը քո ոտքի տակ է, մանավանդ տղաները, երբ որ խաղացել են գնդակով եւ ոչ միայն տղաները, գնդակը որ կողմ ուզես դու շուռ կտաս։ Գնդակով դու կարող ես պարտվել, չէ՞, ինչպես ֆուտբոլում, եւ ինչպես միշտ կարաս պաշտպանվես եւ գնդակով կարաս դու հարձակվես։ Չէ՞, այդ ժամանակը նույնպես քո ձեռքերի մեջ է, ոնց կուզես կվարվես, երբեմն գիտես խոսում ենք, ասում ենք ժամանակը եւ այսպես ժամանակ, ամեն բան դրում ենք ժամանակը, ոչ, ժամանակը մեր ձեռքում է, ժամանակը մենք պետք է օգտագործենք, ժամանակը մեր համար պետք է լինի, եթե Քրիստոսով ենք մենք կարանք հաղթենք եւ ժամանակը դառնա մեր օգտին եւ մեզ համար քայլենք Քրիստոսի մեջ եւ այդ ժամանակը ճիշտ օգտագործենք։
Եփեսացիս 5:15-17-ում եկեք տեսնենք Աստվածաշունչը ինչ է խոսում։ Արդ նայեցեք, թե ինչպես զգուշությամբ վարվենք, ինչի հետ, ժամանակի հետ, ոչ թե ինչպես անխելքները, ինչպես դիպուկ խոսում է, չէ՞ Աստվածաշունչը։ Ոչ թե ինչպես անխելքները, այլ ինչպես իմաստունները, գնացեք ժամանակը, որ օրերը չարեն։ Նրա համար մի լինեք անմիտ, ինչպես դիպուկ խոսում է, չէ՞ Աստվածաշունչը, չլինենք անմիտ, այլ իմանանք, թե ինչ է Տիրոջ կամքը։ Եթե Տիրոջ կամքի մեջ լինենք եւ ժամանակը ճիշտ օգտագործենք, դա կլինի մեզ համար մեծ օգնություն։ Մանավանդ մենք գիտենք, սրա մասին խոսացել ենք, Մոսկվայի մեջ ժամանակը քո ձեռքից շատ արագ գողանում են։ Դու գիտես, ամբողջ շաբաթը պլանավորում ես, թե ինչ պետք է անես, դա Հայաստանում չգիտեմ, ես չեմ զգացել, բայց եթե դու ես քաղաքի մեջ ես, ձեզ պետք չի որ սովորեցնենք, դուք ինքներդ գիտեք։ Ժամանակը ամենաթանկ բանն է մեր կյանքի մեջ։ Եվ ինչպես վերջում մեր աղոթքա ժողովում խոսք կար, որ նորից խոսվեց եւ ինչպես միշտ ես այստեղից խոսում եմ, կարեւոր է կարեւորը։ Եթե դու կարեւորում ես կարեւորը եւ ժամանակը ճիշտ ես առնում, դա շատ կարեւոր է։ Եվ նույնպես Աստվածաշնչի մեջ շատ տեղեր կա, որ մենք հանդիպում ենք խոսքն ասում է ժամանակը ծախու առեք։ Չէ՞, մենք շատ ենք հանդիպել այդ խոսքի մեջ։ Սա շատ կարեւոր է։ Եթե մենք այդ ժամանակ հասկանում ենք, որ խոսքն ասում է, որ ժամանակը ծախու առեք, այլ ինչ-որ մի բանից կոպիտ ասած ճակերտների մեջ դու ժամանակը գողանում ես ինչ-որ բանից, որ կարևորը եւ ճիշտ տեղում օգտագործես քո ժամանակը։ Ժամանակը ծախու առեք։ Եթե մենք ճիշտ գնահատենք մեր ժամանակը, մենք կունենանք նոր հնարավորություններ։ Եթե մենք ժամանակը ծախու առնենք, մենք կունենանք մեծ հնարավորություններ օրհնված խաղաղ ժամանակ։ Գիտես, շատ ժամանակ մեր կյանքերի մեջ մենք չօգտագործելով ճիշտ ժամանակը, չկարևորելով կարևորը, մենք ինքներս մտնում ենք քաոսի մեջ, չէ՞։ Բայց մենք պետք է լինենք Տիրոջ խաղաղության մեջ, ոչ թե այդ քաոսի մեջ մտնենք, այլ մենք ունենանք նոր հնարավորություններ, մեր միտքը ազատ լինի, մենք լինենք խաղաղության մեջ, մենք լինենք բերքահավաքի մեջ, դες երբ որ դու ճիշտ ես քո ժամանակը օգտագործում, դու լինում ես բերքահավաքի մեջ։ Գալիս է քո կյանքում, որ դու սկսում ես այդ հատուցումը, ճիշտ Աստված քեզ հատուցում է տալիս սրա մասին։ Փառքաստուն եւ սկսում է քո կյանքում բերքահավաք։ Աստվածաշնչի մեջ 4-րդ թագավորաց 20-րդ գլուխ 1-ից մինչև 7-րդ խոսքերը։ Այստեղ խոսում է մի պատմության մասին եւ խոսում է, որ մի թագավոր կար, որ նա հիվանդացավ։ Եվ այն օրերին Եզեկիան Մերձիմա հիվանդացավ եւ Ամովսի որդի Եսայի մարգարեն եկավ նրա մոտ եւ նրան ասեց. Այսպես է ասում Տերը, կտակը տարա քո տան մասին, որովհետև դու պիտի մեռնես ու չապրես։ Ասма որ մարգարեն եկավ եւ խոսեց իր հետ եւ ասավ կտակդ գրի պետք է մեռնես։ Եվ գիտես այստեղ մեր օրերում ոնց է, երբ որ մարդը մահանում է, գնում են ասում գիտես քեզ ոչ մի բան չկա, քո լավ է եղնելու։ Դու պետք է ապրես։ Գիտես, բայց երբ որ այդ ճշմարտությունը թաքցնում են, որ պետք է կանգնես դատաստանի առաջ, պետք է դու զգուշ եղես, տեսի ինչ որ մեկ այդ խռով ես, չէ՞։ Խոստովանություն կա, որ ասում ինչ եղնեք, դուք բժշկվեք։ Սա շատ կարևոր է։ Եվ նույնիսկ գիտես մի բան էլ կա, չարիք էլ կա, որ մինչև վերջում էլ ասես մի հատ մորֆի են տալիս, հայ չդեմ չեմ այդ մորֆին։ Դες փարկով, պատվով, քնած, քեֆը լավ ուղարկում են, չգիտես ուր։ Չէ, գիտես, այստեղ մի հատ բան կա, ասում է, լավ է, ասում է, դառը ճշմարտությունը, քանց թե քաղցր սուտը։ Չէ, ռուսերեն այդպես շատ լսած կլինեք այդ բառը։ Չէ, մարգարեն չթաքցեց, եկավ ասոր դու հաստատ պետք է մեռնես, կտակդ բեր, տես երեխեքդ քեզնից հետո մահանան իրար չուտեն, իում ինչ պետք է գրիր տուր, որտեղ քո տան համար սա շատ պետք է։ Իմաստուն ձևով արի տես, որտեղ պետք է հաստատ քեզ ճամփու դնենք, դու մեռնելու ես։ Եվ երկրորդ խոսքում եւ խոսքն ասում է, եւ նա իր երեսը դարձեց դեպի պատը եւ աղոթք արավ Տիրոջ առաջին, աղաչում էր եւ Տեր հիշիր իմ, որ քո առաջին հավատարմություն եմ արել, կատարյալ սրտով, այստեղ գիտես, այս բառերը գրված կատարյալ սրտով, հավատարմություն եմ արել, դա շատ լավ է, որ այս ամեն ինչը կա այս մարդու մեջ։ Որ քո աչքին հաճո եղած ժամանակ եւ ասում է Եզեկիան մեծ լացով լացեց։
Ինչ որ բանկար տեսած նա այդ ժամանակ մարդը հասկանում է ամեն բան, երբ որ ճիշտ ճշմարտությունը գալիս, ասում է մեզ լացեց եւ ապաշխարություն կար սրա մեջ, լացի մեջ որ տեսնում ենք։ Եվ 4-րդ խոսքը շատ հետաքրքիր բան է ասում։ Եվ ասում է Եսային գիտենք որ մարգարեն էր, որ եկավ այդ լուրը տվեց իրան, եւ Եսային դեռ չէր դուրս եկել քաղաքիցը, եւ ահա Տիրոջ խոսքը եղավ նրան ասելով. «Ետ դարձիր, ասել իմ ժողովրդի իշխանին Եզեկիային, այսպես է ասում Տերը, որ Դավթի Աստվածը, այստեղ խոսում է նորից Դավթի Աստվածը, որովհետև Դավթի Աստվածը ողորմած է եւ Դավիթի համար, երբ որ ճիշտ սիրտ է ունեցել Դավիթի համար, շատ ողորմությունները արել իր ազգի եւ թագավորների համար, Դավիթի համար։ Եվ լսես քո աղոթքը տեսավ քո արտասունկահա քեզ կբժշկե եւ երրորդ օրը վեր կգնաս եւ ու կգնաս ինչ-որ մի հարսանիք ոչ, Տիրոջ տուն, եկեղեցի, որ դու այսօր այստեղ նստած ես։ Ասում է, որ պետք է ապրես։ Եվ այստեղ խոսքի մեջ գրված է եւ ասում է, որ կավելացնի քորերը 15 տարի։ Եվ հետաքրքիր բան է խոսում եւ նրան ասում է, որ Եզեկան ասեց. «Չորացած թուզ առեք եւ դրեք նրան վերքի վրա» եւ նա առողջացավ։ Այստեղ մի փոքր իմ թեմայից դուրս եմ գալու։ Կարճ մի երկու բան ավելացնեմ։ Ինչի համար ասում որ թուզը կառնես կդնես, չէ որ ասում է գնա եւ ասա որ պետք է ապրի 15 տարի։ Եվ ասում է կհելնես, կառողջանաս եւ 3 օր հետո նույնիսկ կգնաս եկեղեցի։ Տիրոջ տուն։ Բայց ասում է թուզը վերցրեց, դրեց իր վերքի վրա եւ նա առողջացավ։ Այդ թուզը ինչի համար է վերցնում դնում։ Այստեղ բժիշկների եւ բժշկության համար մի փոքր ուզեմ խոսամ, որ մենք այսօր պետքա հասկանանք, որ բժիշկները եւ բժշկությունը Աստծուց են, որ մեզ համար հոգ են տանում։ Երբ որ քո երեխայի ձեռքը կոտրվում է, չես ասում կկպնի։ Ինչ ես անում, տանում ես մի անգամից ցերվե, չէ։ Դե գիպսը դրած բերում են, դու արդեն նորմալ է։ Այսինքն, բայց գիտես կարևորը նա է, որ մենք ինքներս հույսս չդնենք մեր բժիշկների վրա, որը բժիշկների բժիշկը մեր Աստվածն է։ Գլխավոր, չէ, գլավնի վրաչ, այդպես բան կա։ Փառք Աստծուն։ Վերադառնամ նորից իմ թեմայից։ Փառք մեր Աստծուն։ Եվ գիտես մարդիկ միշտ լինում են այսպես երկմիտ, արդյոք ճիշտ ասում ես մարդը։ Եվ այստեղ խոսքի մեջ հաջորդ տողերը, ես այստեղ չեմ կարդա, մնացած տողերում եւ այստեղ Եզեկիան ասում է, արդյոք ոնց հավատամ, որ դու ճիշտ ես ասում։ Ասում է մի նշան տուր, որ ես քեզ հավատամ։ Եվ գիտեք, ովքեր որ գիրք են կարդացել եւ շատ ժամանակ եւ այս օրերի մեջ էլ կամ որ մարգարեությունը նրա հետ գալիս է մի հատ նշան, որ քո անհավատությունը բարձրանա եւ դու հասկանաս, որ դա ճիշտ է խոսում եւ Աստծուց է։ Եվ ասում են նշանը սա է, որ ստվերը 10 աստիճան նա հետ կգնա։ Եվ 10 աստիճան առաջ կգնա։ Եվ ասում է թեթև է այդ նշանը իմ համար։ Ու գիտես այդ նշանը որն է, այս մեր դեմում որ այս ժամացույցը դրված է, այն ժամանակներում չկար այսպես էլեկտրոնային ժամացույցներ։ Եվ այն ժամանակ այդ ստվերը, երբ որ առաջ ու հետ էր գնում, արևը եւ որ դուրս էր գալիս, քո ստվերը քո հետ շուռա գալիս չէ, որ շենքի հետևում։ Ասում է ստվերը այսինչ աստիճանները որ դու իջել ես ներքև, եւ տեսնում է դեմի աստիճանները, ասում է ստվերը հետ գնա 10 աստիճան նորից հետ գա։ Այսինքն որ մենք այդ ժամացույցին նայենք, այդ ժամացույցը պետք է 10 աստիճան հետ գնա, նորից հետ գա, եւ դրա համար ասում է դա էլ է քիչ ինձ համար։ Այդպես ինչ անհավատություն։ Երբ որ մարդու վրա գալիս է այդ վախը, նա կորցնում է հավատքը։ Ինչևից է, ասում է եւ նա առողջացավ։ Գիտես այս պատմությունը ես որ կարդում եմ, ես հասկանում եմ, որ մարդու 15 տարիները երբ որ իր վրա ավելացավ, մարդու 15 տարին ավելանալով նա պետք է լիներ շատ զգոն, շատ հավասարակշռված, շատ, գիտես, ամուր զգուշ, որ ապրեր Տիրոջ տան մեջ եւ սխալ չապրեր, չէ, իր կյանքը ճիշտ ապրեր։ Եվ կկարդակ տունը այդ պատմությունը, եւ որ նա ինքը սկսեց իր սխալի մեջ, նորից սխալ ապրելով, նույնիսկ նա մտավ անեցքի տակ, որ ասում է քո երեխաներին, քո աչքի դեմը քեզանից կտանեն ծառա։ Ես սա մի, չգիտեմ, մարդը ինչ ձև կարա փոխվի։ Մեզ ոչ մի հրաշք չի կարա զորացնի, մեզ ոչ մի հրաշք չի կարա կանգնեցնի, մենք պետք է ունենանք առողջ մտածելակերպ, պետք է լինենք մեր
փրկությունը եւ ազատությունը մեր ձեռքերի մեջ պետք է մենք ամուր բռնենք եւ քայլենք դեպի փրկությունը։ Ինչ օգուտ, որ այսօրվա քո կյանքիդ մեջ ավելանա եւ սրա մասին ես միշտ չգիտեմ ինչի ասում եմ դառնա քո տարիների թիվը 300 տարի դու երկար ապրես, բայց եթե ապրես սխալ կյանքով ինչ օգուտ քո կյանքը։ Աստծուն փառք, եթե չբերի քո կյանքը եւ դու չունենաս փրկություն, ինչ օգուտ որ շահես բոլոր աշխարհը եւ քո անձդ կորցնես, չէ՞, Աստվածաշնչի մեջ սրա մեջ գրված է։ Մարկոս 10-րդ գլուխ 28-30 եկեք տեսնենք այս տեղերը։ Եվ Պետրոսն ասեց նրան եւ ահա մենք ամեն բան թողեցինք եւ քո ետևից եկանք։ Հիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ոչ ոք չկա, որ թողնե տուն կամ եղբայրներ կամ քույր կամ հայր կամ մայր կամ կին կամ որդիներ կամ արտեր եւ ինձ համար կամ ավետարանի համար։ Իմ համար եւ ավետարանի համար, եթե ինչ-որ բաներ դու թողնես, որ հարուրապատիկը հիմա այս ժամանակում չառնես, տերը եւ եղբայրները եւ քույրեր, արտեր եւ հալածանքի հետ։ Ինչի է խոսում հալածանքի հետ, որովհետեւ երբ որ դու բաներ ես թողնում ավետարանի համար, չի ասում որ թողեք, ասում է հազարապատիկը որ դու անես, ասում է հազարապատիկը, եթե դու թողնես, ասում է հազարապատիկը դու կառնես, բայց հալածանքով, երբ որ դու թողել ես, այդ ժամանակ ասում է անպայման ասում է հազարապատիկ կառնես եւ գալու աշխարհումը ոչ թե հետո է քեզ ինչ-որ մի բան խոս տալի, այսօր։ Եվ ես կարամ ասեմ, որ ես ժամանակին շատ բաներ թողնելով հարուրապատիկը Աստված ինձ տվել է։ Այսպես շատ չեմ ուզում մանրանամ։ Եվ Աստված խոսում է ճշմարտություն միշտ նա բարի է եւ զորավոր է եւ իր խոսքը ամուր բռնեք, չվախենաք, ոչ մի բանից չվախենաք։ Դուք ոչ մի բան չեք կորցնելու։ Եթե ինչ-որ մի բան թողել ես, հազարապատիկը քեզ Աստված պետքա վճարի։ Եվ գալու այս աշխարհում եւ հավիտենական կյանքումը, որ ամենակարևորն է։ Հավիտենական կյանքում, որ քեզ համար պատրաստվել է, փառք Աստծուն։ Ապրենք այնպես, որ չափսոսանք մեր կյանքի մեջ։ Ես սրա մասին շատ խոսացել եմ ու շատ կխոսեմ։ Եկեք չափսոսանք, որ մեր կյանքի մեջ ինչ-որ սխալ ձևի ապրենք, ու մեր կյանքը, եթե ասենք ես ինչ հետ տայինք, ես հաստատ այս սխալը չի անում։ Այդ ժամանակը էլ եմ ասում, դա քեզ հետ չի դառնալու։ Չափսոսանք այն ժամանակը, որ մենք ծախսել ենք մեր կյանքի մեջ, այսպես կարելի է ապրել մեր կյանքը։ Այնպես ապրենք, որ մեր կյանքի մեջ մեր կյանքերը ապրենք այնպես, որ գոհացնի Աստծուն։ Գոհացնի մեր Հայր Աստծուն, այսպես ասեմ։ Որովհետև երբ որ մեր կյանքերի մեջ ինչ-որ մի բան քո երեխան անում է եւ քեզ դուր է գալիս, եւ նույնպես մեր Հայրը երկնային սպասում է, որ մենք ճիշտ ապրենք մեր կյանքը։ Ուրախացնենք մեր Աստծուն, որ մեր արարքներով գոհացնենք Աստծուն եւ գիտես Աստվածահաճո կյանք ապրենք մեր կյանքերի մեջ։ Այնպես որ մենք պետք է ապրենք մեր կյանքերի մեջ ստապ հավասարակշռված փրկությունը մեր ձեռքերի մեջ դողալով հասնենք մինչև վերջ։ Արթուն եւ զարթուն։ Ես այդ բառը շատ եմ սիրում, արթուն եւ զարթուն։ Արթուն կացեք, եկեք արթուն մնանք։ Զարթուն եղնենք Քրիստոսի համար, մեր ժամանակը ճիշտ գնահատենք։ Փառք մեր Աստծուն։ Ինչի համար, որ մտնենք Տիրոջ Աստծո խաղաղության մեջ։ Թե մենք Աստվածաշնչի մեջ շատ բազմիցս անգամ կարդացել ենք։ Բարի եւ հավատարիմ ծառա մտերիմ խաղաղության մեջ։ Ես այդ խաղաղությունը ամեն բանից վեր է։ Բարի եւ հավատարիմ ծառա մտերիմ խաղաղության մեջ։ Հիշեք այդ բառը, խաղաղությունն է, ամենաթանկը, ամենաընտիրը, ամենամեծ կոմֆորտը Քրիստոսի խաղաղությունն է։ Բարի եւ հավատարիմ ծառա մտերիմ խաղաղության մեջ։ Եկեք մտնենք Քրիստոսի խաղաղության մեջ, որ ամեն բանից վեր է։ Փառք Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Եկեք տեսնենք առաջի Պետրոս 4-րդ գլխի 2-ից մինչև 5-րդ խոսքերը։ Եկեք ապրենք այնպես, այս բառերը չկա, ես մի փոքր ավելացնում եմ, որ այլևս ոչ թե մարդկանց ցանկությունների պես, եկեք ապրենք այնպես, որ ոչ թե մարդկանց այն ցանկությունների պես։ Եկեք ապրենք։ Եթե Քրիստոսին ընդունում ես, եկեք ապրենք այնպես, որ այլևս ոչ թե մարդկանց ցանկությունների պես։ Լավ խոսքեր ասա, բայց սա վերաբերում է ինձ։ Եկեք ապրենք։
Այս մի փոքր բառեր, ես մի փոքր ավելացրել եմ, որ այլևս ոչ թե մարդկանց ցանկությունների պես ապրենք, այլ Աստծո կամքի պես ապրենք, մարմնում մնացած ժամանակում։ Գիտես, այդ մարմնում մնացած ժամանակում, եթե դու մարմնի մեջ ես, դու հիշի, որ այդ ժամանակը սպառվի։ Քանի դեռ մարմնի մեջ ես, դու հիշի, որ դու հավիտյան չես ապրելու։ Մի հատ երգ կար, չեմ ուզում ձեզ տխրեցնեմ, ասում եմ հիշիր, ապրում ես մեռնելու համար։ Գիտես, սա, բայց թող քեզ չտխրեցնի այս բառերը։ Սա մի հատ ճիշտ ճշմարտություն է, որ ասում եմ ցորենի հատիկը մինչև չմեռնի, չի ապրի։ Փառք Աստծուն, փառք մեզ, չեմ տխրեցնում ձեզ։ Քրիստոսը մեզ համար մեծ հավիտենություն, խաղաղություն է պատրաստել, որ պիտի ժառանգենք իր հետ։ Ասում եմ գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու, փառք Աստծուն։ Այսինքն այն ժամանակ, երբ որ մենք միջև մարմնի մեջ ենք, մարմնի մնացած ժամանակումը։ Աստծո կամքի պես, ապրենք Աստծո կամքի պես, որովհետև բավական է մեզ մեր կյանքի անցած ժամանակները, որ հեթանոսների կամքի կատարածի պես, որ վարվում էինք գիճություններով, ցանկություններով, գինեմոլություններով, անառակություններով, արբեցողություններով կամ կռապաշտություններով, սա խոսում է, որ մի ժամանակ մենք բոլորս ապրում ենք սրա մեջ։ Բայց եկեք չապրենք այդպես, այլ ապրենք Տիրոջ կամքի մեջ, որ դրա վրա զարմանում են, որ դուք նրանց հետ վազում եք նույն անկարգ զեղությունների մեջ եւ հայոյում եք։ Փառք Աստծուն, որ հիմա մենք դրա մեջ չենք։ Այստեղ խոսում ասում որ դուք վազում եք եւ դուք դրանց հետ չեք։ Շատ լավ է, չէ՞ որ խոսքը, մենք դրանց հետ չենք, գործ չունենանք։ Պետք չի որ մենք լինենք նրանց հետ։ Եվ հայում են Աստծուն եւ որ նրանք պիտի հաշիվ տան, նրան որ պատրաստ է դատելու կենթանիներին եւ մեռելներին։ Ո՞վ է դատելու կենթանիներին եւ մեռելներին։ Աստված, չէ՞։ Եվ ասում է որ նրանք պիտի հաշիվ տան։ Փառք Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Մեր ժամանակը ես ասեմ որ ինքը շատ այսպես չի ձգվելու ինչպես որ քեզ պետք է։ Մեր ժամանակը վերջանալու է։ Եկեք այդ մեր ժամանակը ճիշտ գնահատենք։ Ինչպես Աստվածաշունչը խոսում ասում է այն ծառը որ պտուղ չի բերվի, նա կկտրվի եւ կծվի կրակը։ Սա չեմ ասում ձեզ վախեցնելու համար։ Եկեք այդ տարիները որ մեր կյանքի մեջ ունենք, երբ որ այդ մարդը այս պատմությունը որ կարդացի եւ տեսանք որ իր կյանքը 15 տարին որ ավելացել էր նա չունեցավ այդ ամենը։ Խնդրեմ որ գաք այստեղից նվագեք։ Իր մնացած տարիների օրերը ինքը սխալ վատնեց։ Եվ չունենանք այդ նույն սխալը, որովհետև Աստվածաշունչը խոսում է սրա մասին, որ մենք ինքներս ուշադիր լինենք եւ տեսնենք այդ սխալները մենք ինքներս չկատարենք։ Այլ ահով եւ դողով պահենք մեր ձեռքի մեջ եւ ժամանակը ծախու առնենք եւ ժամանակը գնահատենք։ Կարևորենք կարևորը։ Փառք Աստծուն, եկեք կանգնենք ոտքի, մենք ունենք այսօր հաղորդություն։ Կուզեմ հարցնեմ, կան մարդիկ այսօր որ մեզ հետ առաջին անգամ են, մենք ողջունենք, խնդրեմ ձեր բարձրացնեք, փառք Աստծուն ձեր համար։ Եթե Քրիստոսին չես ընդունել քո Տերն ու Փրկիչը եւ առաջին անգամ ես եկեղեցու մեջ, խնդրեմ որ գաս առաջ։ Իսկ եթե ընդունել ես, խնդրեմ որ գաս առաջ, չամաչես։ Փառք Աստծուն ձեր համար։ Մի աղոթք կա որ խնդրեմ եկեղեցին մեզ առաջնորդի այս բառերը կրկնի։ Կանգնեք այսպես իմ առաջ, սա գիտես Աստծո հետ հաշտությունն է, բոլորս էլ եկել ենք այս աղոթքն արել ենք, սա բառեր են, որ խնդրեմ որ քո ոչ թե կրկնես, այլ քո սրտից այդ բառերը խոսես։ Սիրելի եկեղեցի, օգնիր մեզ եւ փակիր քո աչքերը եւ աչու ծախմի նայիր։ Սիրելի Հայր, գալիս եմ քո առաջ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ներիր ինձ, մաքրիր ինձ եւ մկրտիր Սուրբ Հոգով։ Ես հավատում եմ, որ դու եկար աշխարհ, խաչվեցիր, չարչարվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն առար։ Ինձ մեղքերից ազատելու համար։ Այսօրվանից ընդունում եմ քեզ, իմ Տերն ու Փրկիչը։ Եկ
թագավորիր իմ սրտի մեջ։ Հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Փառք Աստծուն։